Աննա 33 տարեկան, կա թուղթուգիր անեծք թե ոչ, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Սիրելի Աննա, այո, կա թուղթուգիր կա մագիա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից։ Այո, սիրելի Աննա, ձեր ներքին ձայնը, ձեր ինտուիցիան ձեզ չի խաբում, ձեր վրա, ձեր տան վրա կա թուղթուգիր, կա անեծք, մաքրվեք, որպեսզի լինի հաջողություն։ Շնորհակալ եմ։ Լիլիթ 32 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Լիլիթ 32 տարեկան, անձնական, սիրելի Լիլիթ, կա խնդիրներ, կա դժվարություններ, սիրելի Լիլիթ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր երազանքները փակված է եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում։ Սիրելի Լիլիթ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի երջանկություն եւ կլինի հաջողություն։ Արփինե 39 տարեկան, անձնական, Արփինե 39 տարեկան, անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արփինեի համար։ Արփինե, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արփինեի համար։ Սիրելի Արփինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը գալիս տեղ չի հասնում։ Սիրելի Արփինե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի երջանկություն։ Շնորհակալ եմ նվերների համար։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Նվարդ 35 տարեկան, ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նվարդի համար։ Նվարդ 35 տարեկան, ընդհանուր, սիրելի Նվարդ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ընդհանուր ձեր կյանքի բոլոր ոլորտները խնդիրների մեջ են, ոչ մի ավարտի հասցրած իրավիճակ չկա, ամեն ինչ քանդված է, ֆինանսական խնդիրներ, անձնական խնդիրներ, սիրելիս, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի այս աղետալի վիճակը կարողանաք հաղթահարել եւ դուրս գալ։ Այո, ձեր կյանքի մեջ ամբողջովին աղետալի վիճակ է։ Ջուլիետա 40 տարեկան, ընտանեկան, Ջուլիետա 40 տարեկան, ընտանեկան, սիրելի Ջուլիետա, ձեր տան վրա կա թուղթուգիր, ընտանիքի մեջ խնդիրներ, հիվանդություններ, տարաձայնություններ, անձնական երջանկություն չկա, ֆինանսական հաջողություն չկա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի հաջողություն։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։
Կաթրին 34 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կաթրինի համար։ Կաթրին 34 տարեկան։ Կախնդիրներ, սիրելի Կաթրին, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեծք, ձեր ազգի մեջ տեղի ունենում վաղաժամայր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, այս նեգատիվը ամեն ինչ քանդում է, ամեն ինչ բլոզում է, կա խնդիրներ եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում, դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի հաջողություն։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։ Շատ շնորհակալ եմ։ Մարիա Նորո, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարիայի եւ Նորոյի համար։ Կա խնդիրներ, սիրելի Մարիա, սիրելի Նորո, կա նաև անձնական դժվարություններ, բայց դրանք ժամանակավոր են եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում ձեր կյանքի մեջ, սիրելի Մարիա, սիրելի Նորո, լինելու է հաջողություն։ Այդ խնդիրները ժամանակավոր են, դուք հնարավորություն եք ունենալու Աստծո կամքով, Աստծո օգնությամբ այդ խնդիրներից հաղթանակով դուրս գալ։ Դոնարա 29 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Դոնարայի համար։ Դոնարա 29 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Դոնարա։ Սիրելի Դոնարա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, որը ամեն ինչ քանդում է, ամեն ինչ բլուզում է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի երջանկություն։ Միսակ Հորոմսի, երբ կլինի ձեր միությունը։ Միսակ Հորոմսի, ընդհանրապես ցույց է տալիս, որ կա խնդիրներ, ձեր միությունը այդ խնդիրների պատճառով որոշակի երկարաձգվում է։ Այստեղ ցույց է տալիս, որ միսակի վրա կլինի թուղթուգիր, կա թուղթուգիր, որը ցկցկում է ձեր միությունը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, միսակի վրա իսմաքրեք այս նեգատիվը, որպեսզի միությունը լինի շտապ։ Միսակի վրա կա թուղթուգիր, որի պատճառով միսակը չի ցանկանալու, որ այդ միությունը լինի։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի միություն։ Մարտա 22 տարեկան, կգնաք Վրաստան, ամեն ինչ հաջող կլինի, թե ոչ։ Մարտա 22 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարտայի համար։ Սիրելի Մարտա, այո, ձեր գնալը դեպի Վրաստան կլինի հաջող, մի քվախեցեք, հաջող է լինելու, մի քվախեցեք։ Եվ կգնաք եւ հաջողություններ կունենաք Վրաստանում, վախենալու ոչ մի խնդիր չկա։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի ու սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Անժելա 48 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անժելայի համար։ Սիրելի Անժելա, ձեր անձնական ոլորտում ոնց որ քնած իրավիճակ է։ Գալիս է ձեր անձնականը եւ չի ստացվում,
Բայց մի քվախեցեք այդ քնած իրավիճակից լինելու է արթնացում, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Եվգինե 43 տարեկան, Եվգինե 43 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Եվգինեի համար։ Սիրելի Եվգինե, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, եթե խնդիրներ կան, պրոբլեմներ կան, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Նինա, Արամ, ինչու է ձեր ամուսինը անընդհատ խմում։ Նինա, Արամ, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Սիրելի Նինա, սիրելի Արամ, ձեր վրա, ձեր տան վրա, նաև հնարավոր է Արամի վրա կա թուղթուգիր, որի պատճառով Արամը ընդհանրապես էներգետիկա չունի եւ իրեն էներգիայի բացակայությունը լրացնում է խմելով, մեկը նարկոտիկ թմրանյութեր օգտագործելով, մեկը անառակաբարով կյանք կվարելով, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ հնարավոր է, որ ձեր ամուսինը կարողանա այդ թուլությունից ազատվի, ձերբազատվի։ Դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այդ կախվածությունից։ Կարեն 38 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարենի համար։ Կարեն 38 տարեկան, կա խնդիրներ սիրելի Կարեն, բայց այդ խնդիրները ժամանակավոր են եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություններ, լինելու է հաղթանակներ, գիտեք ինչ խնդիրներից դուք հնարավորություն եք ունենալու ձերբազատվել, սիրելի Կարեն։ Աշխեն 56 տարեկան, ընդհանուր, Աշխեն 56 տարեկան, ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աշխենի համար։ Կա խնդիրներ սիրելի Աշխեն, կա վախեր, եւ ֆինանսական ոլորտում կա խնդիրներ, եւ անձնական ոլորտում կա խնդիրներ, բայց մի վախեցեք սիրելի Աշխեն, դուք հնարավորություն եք ունենալու Աստծո կամքով այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից ձերբազատվելու եւ ազատվելու։ Լիաննա 19 տարեկան, ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիաննայի համար։ Լիաննա 19 տարեկան, ընդհանուր։ Կա խնդիրներ սիրելի Լիաննա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն, ժամանակավոր են, շատ կարճ ժամանակահատված է ցույց տալիս, ձեր կյանքի մեջ մտնելու է այնպիսի անձնավորություն, ում հետ դուք շատ երջանիկ եք լինելու։ Շնորհակալ եմ։ Արաքել 21 տարեկան, դիմեք էքստրասենսի, դուք կարող եք նաև ինձ դիմել, այսինքն ում կարող եք իրեն էլ դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի հաջողություն։ Տեսնենք Արաքել 21 տարեկան, ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արաքելի համար։ Արաքել 21 տարեկան, ընդհանուր։ Սիրելի Արաքել, կա խնդիրներ, կա դժվարություններ, եւ ոնց որ ֆինանսական ոլորտի հետ կապված, եւ անձնական ոլորտի հետ կապված, ոնց որ չի ստացվում առաջ գնալ։ Գիտեք ինչ, դուք ցանկանում եք, դուք փորձում եք այդ իրավիճակը հաղթահարել, դուրս գալ։ Եվ վախեր կա ձեր մեջ, սիրելի Արաքել, որ ձեր կյանքի ընթացքը նման ձևով էլ կգնա։ Գիտեք ինչ, սիրելի Արաքել, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա, ձեր տան վրա կա մագիա, որը փակում է ձեր հաջողությունը, ձեր վազքը
անտեղի է, աննպատակ է, սիրելի առաքել, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի երջանկություն։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Սուրեն 25 տարեկան անձնական Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Սուրեն 25 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սուրենի համար։ Սուրեն 25 տարեկան անձնական։ Սիրելի Սուրեն, ձեր անձնականի վրա թուղթուգիր կա, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի անձնական։ Ռուզաննա 25 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռուզաննայի համար։ Ռուզաննա 25 տարեկան անձնական։ Սիրելի Ռուզաննա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Ռուզաննա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու է։ Լիլիթ 27 տարեկան, մշտական աշխատանք կունենաք, թե ոչ։ Լիլիթ 27 տարեկան, մշտական աշխատանք կունենաք, թե ոչ, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Այո, սիրելի Լիլիթ, դուք մշտական աշխատանք կունենաք, լավ էլ աշխատանք կունենաք։ Ձեր կյանքի բոլոր ոլորտներում էլ կլինի հաջողություն, սիրելի Լիլիթ։ Խաչիկ 32 անհատականից դիմեք կպատասխանեմ երեխա ունենալու հետ կապված։ Սերկ 35 տարեկան աբագա։ Սերկ 35 տարեկան աբագա։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի
Սերգեյի համար։ Սիրելի Սերգե, ցույց է տալիս, որ կա հաջողություն եւ ֆինանսական ոլորտում, եւ անձնական ոլորտում կամաց հաջողություններ կլինի, ոչ մի խնդիրներ, ոչ մի խնդիրներ չկա։ Անժելա 21 տարեկան ընդհանուր։ Անժելա 21 տարեկան ընդհանուր։ Սիրելի Անժելա, ձեր կյանքի եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Սկզբից մասնագիտական ֆինանսական ոլորտում, հետագայում նաեւ անձնական ոլորտում։ Մարինե 53 տարեկան, ինչ է սպասվում գործնական կյանքում։ Մարինե 53 տարեկան, ինչ է սպասվում գործնական կյանքում։ Կա խնդիրներ, սիրելի Մարինե, բայց դուք այդ խնդիրներից կարողանալու եք հաղթանակով դուրս գալ։ Ինչ-որ խնդիրներ, խնդիրներ կա, սիրելի Մարինե, բայց իմացեք, որ դուք այդ խնդիրներից, խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, ձեր գործնական ֆինանսական կյանքում սպասվում է հաջողություններ։ Լիլիա 44 տարեկան ընդհանուր։ Լիլիա 44 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Սիրելի Լիլիա, հաջողություններ է ցույց տալիս եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում։ Հաջողություններ, հաղթանակներ, հնարավորություններ, նոր ձեռքբերումներ, նոր մարտիկ։ Հարութ 30 տարեկան անձնական։ Հարութ 30 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հարութի համար։ Սիրելի Հարութ, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակներ, որ ունեք, ձեր անձնական ոլորտի հետ կապված կատարվելու է։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ, Ալիկ 35 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ալիկի համար։ Շնորհակալ եմ լայքերի, նվերների համար։ Ալիկ 35 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ալիկի համար։ Կա խնդիրներ, սիրելի Ալիկ, եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում կա խնդիրներ։ Սիրելի Ալիկ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, որի պատճառով եւ անձնական ոլորտում կա խնդիրներ, եւ գործնական ոլորտում դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի երջանկություն եւ կլինի հաջողություն։ Սիրելի Ալիկ, շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը։ Աղունիկ 33 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աղունիկի համար։ Աղունիկ 33 տարեկան։ Սիրելի Աղունիկ, ձեր վրա կա թուղթուգիր, եւ անձնականն է փակված, եւ գործնականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի լինի երջանկություն։ Փակված էր ամեն ինչ, սիրելի Աղունիկ, շնորհակալ եմ։ Լիլիթ 41 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։
Լիլիթ 41 տարեկան անձնական սիրելի Լիլիթ ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ որ կա սիրելի Լիլիթ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Նոնա 56 տարեկան անձնական Նոնա 56 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նոնայի համար։ Նոնա 56 տարեկան անձնական Սիրելի Նոնա ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, խնդիրներից, պրոբլեմներից դու հաղթանակով դուրս ես գալիս, սիրելի Նոնա, ձեր դեմ բացվում է հաջողության եւ երջանկության ժամանակաշրջան։ Մելինե Քակիկ, Կարնիկ, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Մելինե Կարնիկ Կա խնդիրներ, սիրելի Մելինե, սիրելի Կարնիկ, սիրելի Մելինե, սիրելի Կարնիկ, ձեր երկուսի վրա կա նեգատիվ, որը բերում է բաժանության, որը բերում է խնդիրներին։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, այս կախարդանքը, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, որպեսզի լինի երջանկություն։ Այս մագիան ձեր երջանկությունը, ձեր կապը փլուզում է, սիրելի Մելինե, սիրելի Կարնիկ, շնորհակալ եմ։ Մարգարիտա 39 տարեկան անձնական Մարգարիտա 39 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Սիրելի Մարգարիտա ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, լինելու է հնարավորություններ, դուք հնարավորություն եք ունենալու այդ բոլոր խնդիրներից հաղթանակով դուրս գալ, ձեր դեմ հաջողության ճանապարհ է բացվում, սիրելի Մարգարիտա, նոր մարդիկ, նոր հնարավորություններ, Արա 34 տարեկան անձնական, Արա 34 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը, կա խնդիրներ սիրելի Արա, Սիրելի Արա, հաջողություն լինելու է սկզբում ձեր ֆինանսական ոլորտում, հետագայում շատ կարճ ժամանակահատվածում նաև ձեր անձնական ոլորտում։ Սկզբից հաջողություն կլինի ձեր ֆինանսական ոլորտում, հետագայում էլ նաև ձեր անձնական ոլորտում։ Հաջողություններ է սպասում, սիրելի Արա։ Խորեն, Կարինե, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Խորենի եւ Կարինեի համար։ Խորեն, Կարինե Կա խնդիրներ, կա դժվարություններ, սիրելի Խորեն, սիրելի Կարինե, բայց այդ խնդիրները, դժվարությունները ժամանակավոր են, ձեր կյանքի մեջ մտնելու է երջանկության ժամանակահատված, դուք հնարավորություն եք ունենալու, իհարկե Աստծո կամքով այդ խնդիրներից եւ այդ դժվարություններից ազատվելու։ Հաջողություն է ցույց տալիս, ճիշտ է, կա խնդիրներ, պրոբլեմներ, բայց դուք հնարավորություն եք ունենալու այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս գալ։ Նունե 58 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նունեի համար։ Նունե 58 տարեկան։ Սիրելի Նունե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեծք, կա խնդիրներ եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում, կա նաեւ առողջական խնդիրներ, սիրելի Նունե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի երջանկություն, որպեսզի լինի հաջողություն, ամեն ինչ քանդվում է, ամեն ինչ փլուզվում է, սիրելի Նունե, շնորհակալ եմ։ Լայքերի, սրտիկների համար շատ շնորհակալ եմ։ Արմինե 39 տարեկան անձնական։
Արմինե 39 տարեկան անձնական սիրելի Արմինե ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն ինչ երազանքներ նպատակներ որ ունեք սիրելի Արմինե ձեր երազանքները նպատակները կատարվելու է 44 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Ինգայի համար Ինգա 44 տարեկան անձնական Սիրելի Ինգա ձեր վրա կա թուղթուղի ձեր վրա կա անեսք անձնականը փակված է դիմեք էքստրասենսի դիմեք պայծառատեսի կատարեք մաքրման գործողություն դուրս եկեք այս նեգատիվից որպեսզի լինի անձնական Շնորհակալ եմ նվերների, լայքերի, սրտիկների համար Շատ շնորհակալ եմ Իրինա 24 տարեկան ֆինանսական Իրինա 24 տարեկան ֆինանսական տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Իրինայի համար Սիրելի Իրինա ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն ճիշտ է խնդիրներ կա բայց դուք կարողանալու եք այդ խնդիրներից հաղթանակով դուրս գալ եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություններ Շնորհակալ եմ Սարգիս 34 տարեկան տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Սարգիսի համար Սարգիս 34 տարեկան Սիրելի Սարգիս, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, կա խնդիրներ եւ անձնական ոլորտում, կա խնդիրներ եւ ֆինանսական ոլորտում, կա խնդիրներ պետական իրավական դռների հետ կապված, սիրելի Սարգիս, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի երջանկություն, շնորհակալ եմ, լայքերի, նվերների, շատ շնորհակալ եմ, Գոհար 38 տարեկան, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Գոհարի համար, Գոհար 38 տարեկան, Կա խնդիրներ սիրելի Գոհար, բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու են հաջողություններ սիրելի Գոհար, շնորհակալ եմ Ռոման 32 տարեկան, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Ռոմանի համար, Սիրելի Ռոման, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, ինչ երազանքներ ունես, ձեր երազանքները կատարվելու են, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս սիրելի Ռոման, շնորհակալ եմ, Օնիկ 34 տարեկան, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Օնիկի համար, Օնիկ 34 տարեկան, սիրելի Օնիկ, կա խնդիրներ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակներ որ ունեք սիրելի Օնիկ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, կպսակվեք, սիրելի Օնիկ, կպսակվեք,
Աննա 21 տարեկան անձնական Աննա 21 տարեկան անձնական Սիրելի Աննա, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս երջանկություն, ինչ երազանքներ որ ունես սիրելի Աննա, ձեր երազանքները կատարվելու են։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Լյովա Քոհար, ինչ է սպասվում։ Լյովա Քոհար, ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լյովայի եւ Քոհարի համար։ Կա խնդիրներ սիրելի Լյովա, սիրելի Քոհար, կա խնդիրներ, կա դժվարություններ, բայց այդ խնդիրները, դժվարությունները դուք հաղթահարում եք ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Պաշա Գայանե Պաշա Գայանե Այո, ձեր ամուսնությունը կլինի երջանիկ, սիրելի Պաշա, սիրելի Գայանե։ Եթե դուք ամուսնանաք, դուք երջանիկ կլինեք, այո։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Ենոք 34 տարեկան անձնական Ենոք 34 տարեկան անձնական Սիրելի Ենոք, ձեր վրա կա թուղթուկիր, որը փակում է ձեր անձնականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի ու սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Նոնա 28 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նոնայի համար։ Նոնա 28 տարեկան, սիրելի Նոնա, ձեր վրա կա գիր, որը փակում է ձեր եւ անձնականը եւ գործնականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի երջանկություն։ Այդ նեգատիվը, սիրելի Նոնա, ամեն ինչ քանդում է, ամեն ինչ։ Անընդհատ ավերակներ, անընդհատ պրոբլեմներ, մի պրոբլեմից դուրս չկացնում եք մյուս պրոբլեմի մեջ։ Սեյրյան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սեյրյանի համար։ Սեյրյան, կա խնդիրներ, սիրելի Սեյրյան, եւ անձնական ոլորտի հետ կապված, եւ գործնական ոլորտի հետ կապված, ցանկանում եք այդ խնդիրներից դուրս գալ, բայց ցույց է տալիս, որ չեք կարողանում, որովհետև սիրելի Սեյրան, ձեր վրա կա թուղթուկիր, որը եւ ձեր անձնականն է փակում, եւ ձեր գործնականն է փակում, եւ ձեր վազքը, ձեր գործունեությունը դարձնում է անարդյունք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Սեյրան, եւ կլինի երջանկություն։ Աբարդյուն աննպատակ ժամանակ մի կկործրեք, սիրելի Սեյրան, շնորհակալ եմ, շնորհակալ եմ։
Քրիստինե 50 տարեկան ընդհանուր Քրիստինե 50 տարեկան ընդհանուր Սիրելի Քրիստինե հաջողություն է ցույց տալիս ճիշտ է կա խնդիրներ բայց նաև կա հաղթանակ հաջողություններ է ցույց տալիս եւ կյանքի ձեր կյանքի բոլոր ոլորտներում եւ անձնական եւ գործնական ձեր կյանքի բոլոր ոլորտներում ցույց է տալիս որ ձեր դեմ հնարավորություններ է բացվելու շնորհակալ եմ շնորհակալ եմ Շնորհակալ եմ գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայում մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Ամեն շաբաթ կիրակի 2 ժամով մտնում եմ ուղիղ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին։ Եթե դուք ունեք բարեկամներ, ընկերներ, ծանոթներ, ում անհրաժեշտ է էքստրասենսի օգնությունը, իրենց նույնպես տեղյակ պահեք, թող իրենք նույնպես գրանցվեն, իրենք էլ տան իրենց հարցերը եւ ստանան իրենց պատասխանները։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Այո, կարող եք ձեր տղայի համար էլ գրեք։ Էդմոն 24 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Էդմոնի համար, Էդմոն 24 տարեկան անձնական, սիրելի Էդմոն ձեր վրա կա թուղթուգիր, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս գիրը ձեր վրա այս մաքրեք և կլինի անձնական։ Ձեր անձնականը պետք է ստացվեց, չստացվեց, որովհետև ձեր վրա կախարդանք կատարեցին, սիրելի Էդմոն։ Արմեն, 53 տարեկան, Արմեն, 53 տարեկան, что ждет Армена? Армен, 53. Есть трудности, дорогой Армен, есть трудности в финансовой сфере и в личных отношениях, но не надо бояться, дорогой Армен, у вас все будет отлично, перед вами откроются двери, и будет счастье в личных отношениях, и будет удача в финансовой сфере тоже. Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Կարինե 42 տարեկան անձնական, Կարինե 42 տարեկան անձնական, կա խնդիրներ, սիրելի Կարինե։ Սիրելի Կարինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը փակում է ձեր անձնականը մտած է փակուղի։ Սիրելի Կարինե, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի,
կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և կլինի երջանկություն։ Դավիթ 30 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Դավիթի համար։ Դավիթ 30 տարեկան ընդհանուր։ Դավիթ 30 տարեկան ընդհանուր։ Սիրելի Դավիթի ազգի վրա կա նեգատիվ, որը փակում է և անձնականը, փակում է և գործնականը, խնդիրներ կա և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում, հնարավոր է նաև լինի առողջական խնդիրներ, կախվածություններ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, Դավիթի թող դուրս գա այս նեգատիվից, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի լինի երջանկություն։ Շնորհակալ եմ։ Սոնա 34 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սոնայի համար։ Սոնա 34 տարեկան։ Կա խնդիրներ սիրելի Սոնա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում։ Լինելու է հաջողություն, մի վախեցեք, մի հիասթափվեք, և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն, կլինի հաղթանակներ։ Շնորհակալ եմ։ Գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Ես այսօր ավարտում եմ սիրելիներս իմ ուղի եթերը։ Գոր 24 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գորի համար։ Գոր 24 տարեկան։ Սիրելի Գոր, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, հատկապես անձնական ոլորտում, ինչ երազանք նպատակ, որ ունի սիրելի Գորը, իր երազանքները, նպատակները կատարվելու է։ Վահան 23 տարեկան, Աբագա։ Վահան 23 տարեկան, Աբագա։ Սիրելի Վահան, ձեր վրա կա նեգատիվ, ձեր վրա կա տոհմական անեծք, որը ամեն ինչ քանդում է, ամեն ինչ բլուզում է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Վահան, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի լինի երջանկություն։ Շնորհակալ եմ։ Ռոման 31 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռոմանի համար։ Ռոման 31 տարեկան։ Կա խնդիրներ սիրելի Ռոման, ձեր վրա թուղթուկիր կա սիրելի Ռոման, կապված է և ձեր հաջողությունը, և ձեր անձնական երջանկությունը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Ռոման, և անձնական երջանկություն կլինի, և ֆինանսական հաջողություն կլինի։ Ինչպես գիտեք սիրելիներս, ես էքստրասենս Վարահուկիվան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։
Սիրելիներս, ես այսօր ավարտում եմ իմ ուղի եթերը, եթե դուք ունեք հարևաններ, բարեկամներ, ընկերներ, ծանոթներ, ում որ անհրաժեշտ է էքստրասենսի պարահոգեբանի օգնությունը, իրենց նույնիսկ տեղակայեք, թող իրենք նույնպես միանան այս ուղի եթերներին, իրենք էլ օգտվեն այս հնարավորությունից։ Ում հարցերին չկարողացա պատասխանել, սիրելիներս, հաջորդ շաբաթ կիրակի 2-ժամյա ուղի եթերը կարող եք միանալ եւ տալ ձեր հարցերը։ Ասկանը հաջողություն, ցտեսություն։